Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը շարունակում է ներկայացնել Հայաստանի զարգացման իր ծրագիրը, շեշտադրելով պետական կառավարման համակարգի հիմնարար վերափոխումը։ Կուսակցության առաջնորդները վստահ են, երկիրը պետք է օր առաջ հրաժարվի հին ու ժանգոտված մեթոդներից եւ կառուցի գերարդիական, բարձր տեխնոլոգիական պետություն, որն ի զորու կլինի համախմբել Հայաստանի եւ Սփյուռքի ամբողջ գիտական ներուժը։ Ըստ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի, այս թռիչքաձև զարգացումն անհնար է առանց խորհրդարանական իրական ժողովրդավարության, որտեղ կգործի ոչ թե երկբևեռ բախումը, այլ բազմակարծիք եւ ներկայացուցչական առողջ միջավայր է։ Քաղաքական ուժը պնդում է, որ միայն պետական մեքենայի որակական նորացումը կարող է երաշխավորել երկրի ինքնիշխան եւ անվտանգ ապագան։ Թե ինչ քայլերով է քաղաքական ուժը պատրաստվում կյանքի կոչել այս տեսլականը, մանրամասնում է Լևոն Շիրինյանը։ Ես կարծում եմ, որ մենք անունն ասենք, չասենք, կարևոր չի։ Կարևորն այն է, որ հեղափոխությունը կիսատ պռատ է իրականացել եւ այդ հեղափոխությունը արմատական ռեֆորմների տեսակետից անպայման պիտի շարունակվի, սա նկատի ունեցեք։ Դա ինչ է նշանակում։ Մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ դուք կարողանաք թուրքի, ռուսի, պարսիկի, այս ուրեմն պարագայով, ադրբեջանցու, ալիևների հետ լեզու գտնել, այդ բոլորը ճիշտ է, հնարավոր է, բայց դա գործի չնչին մասն է։ Եթե մենք չունենանք գերարդիական պետություն իր կառուցվածքով, զինված ուժեր, ժամանակակից մարտարվեստի տիրապետող եւ ուրեմն գեր ժամանակակից զենքով զինված, իմացեք, որ մենք ապագա չունենք։